Կարծում եմ այս քանակի թանը ինձ կփրկի։ Այսօր դաժան օր է սպասում։ 1, 2, 3, 4, 5, 6 ու կես։ Կծու ուտողներ հավաքվեցինք։ Այսքան փափուկ չէի կերել։ Լավն է։ Լավ լուրջ իսկականից աշխարհում կան մարդիկ, որ այս ուտում են ամեն օր։ Սա այն չի, ինչ դու պատկերացնում ես։ Այս արդեն լավ չի, որ երրորդը սենց է։ Էֆն է ապահովի իմ անվտանգությունը։ Ես ստորագրում եմ իմ դատավճիռը։ Չեմ կարող խոսամ։ Ես կարծում եմ, որ սա մեր վերջին հաղորդումը չի լինի։ Ողջույն։ Եթերում թեստի հաղորդումն է եւ ձեզ հետ եմ կրկին ես Լևոնը։ Հիշեցնեմ չմոռանաք մասնագիտությամբ խոհարար։ Այսօրվա իմ փրկիչին ես կվայելեմ իմ հովանավորի հետ միասին Fnet Telecom։ Ապահով, խելացի եւ ամենակարևորը անվտանգ։ Հիշում եք առաջ ոնց էր։ Բերում էին տեսախցիկներ էին տեղադրում, սարքավորում, որ պետք է այդ սարքավորումից լարերով գար, հասներ, կպտներ, ինչ-որ sense խառնաշփոթ էին ստեղծում, գողերն է գալիս էին, իրանց գործը կատարում էին, այդ սարքն է հերիք չի պոկում, ջարդում, հետները տանում էին, վերջ, այդ ամեն ինչը վերջացած է։ Իսկ հիմա ինչը առաջարկում է Fnet-ը, cloud-ային սերվերներ, խելացի եւ անվտանգ դոմոֆոնային համակարգ, թե բիզնեսի եւ թե տան համար։ Տեսախցիկներ որակյալ ձայնագրությամբ, թե գիշերվա համար նախատեսված եւ թե ցերեկվա, եւ ամենակարևորը, այդ ամեն ինչը իրար հետ հարմարավետ եւ մատչելի։ Իսկ ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգարեք նշված հեռախոսահամարով կամ ուղղակի այցելեք fnet.am կայք։ Այսօր դաժան օր է սպասում։ Ամենումից որ այսօր պատվիրել եմ իմ կրակոտ տաք ուտեստները, ինձ տեղեկացրել են, որ շատ մեծ պատվերների պատճառով իրանց տարաները վերջացել են եւ առաջարկել են այլ տարբերակ։ Ինչ խոսք գովելի է, որ նախորոք են զգուշացնում, որ կա տարաների հետ խնդիր։ Դե ինչ անցանք առաջ։ Ով աստեղ փաթեթավորումից շատ բան է կախված։ Այս ստեպլերները էլի, բայց դե լավ, էլ չեմ ասելու։ Արդեն բոլորդ է գիտեք, որ ես ստեպլերները չեմ սիրում։ 1, 2, 3, 4, 5, 6 ու կես, 6 ու կես եւ այսօրվա հետարքիր եւ կծու հաղորդումը համարում ենք բացված։ Այս իմ 6.5 անուն ուտեստի համար ես վճարել եմ 14400 դրամ, բայց ավելի հետարքիր լինելու համար ուզում եմ տեղեկացնեմ, պատվերը գրանցել եմ Չոչիից։ Չոչին շատ հետարքիր կոնցեպտ է, որը իրանից ներկայացնում է կծու աստիճաններով տարբերվող ուտեստներ։ Պատվիրել եմ Չոչի թևիկ, սոուս չո, չի, այս իրար հետ է, իրար տակ է գրած, կներեք։ Պատվիրել եմ գյուղական կարտոֆիլ, chicken dog, Չոչի բուրգեր, Չոչի mix ball, Չոչի հավի կրծքամիս։ Տեսեք ինչա իրանից ներկայացնում Չոչին։ Ինքը աստիճաններով է, կծվությունը 0.5, ստեղ կա ամենադաժանը։ Եթե ճիշտ եմ հիշում պղպեղի անունը Կարոլինա Ռեպեր 7։ Նույնիսկ ինչքանով որ իմ տեղեկություններով է աշխարհում այս պղպեղի ուտելուց մարդ է մահացել։ Կծու ուտողներ հավաքվեցինք։ Իդեպ 7-րդ աստիճանը ուտելու համար, փորձելու համար, ինչքանով եթե ես ճիշտ եմ տեղյակ, ստորագրություն է պահանջվում հյուրից, ես բնականաբար այդ ամեն ինչը կատարել եմ on-line։ Չգիտեմ ոնց է դառնալու վերջում։ Փաթեթավորումից չեմ ուզում խոսեմ։ Ինչի համար, չեմ ուզում շատ մեծ ծավալում ունենա, նայեք, ինքը որտեղ ես ընտրել եմ կոնցեպտ, որտեղ ամեն ինչ գրեթե շատ կծու է, տարբերող բան իրանից չկա, որտեղ իր հիմքը մի հատնա հավի կրծքամիս, որը ինչքանով ես տեղեկացա իրաց մոտից 12 ժամ հատուկ մարինացում անցնում, որից հետո արդեն տապակման փուլերի համար պետք է լինում հավելացնել պղպեղները, եթե ճիշտ եմ հիշում։ Այս մեր հավի կրծքամիսն է 0 աստիճան կծություն, բայց հետարքիր է բուրում։ Վաու։ Տեղեկացված եմ, որ այս սոուսը պետք է, չգիտեմ ինչ հիմքով է, բայց պետք է լցնել վրան։ Շատ փափուկ է։ Հետարքիր է։ Հետարքիր է շատ։ Հավի կրծքամիսը այսքան փափուկ չէի կերել։ Հələ կծուն հետարքիր, որ պատմել են, դա չեմ զգում, որտեվ չեմ անցել կծույն։ Սկսում եմ դաժանից։ Ուտում ենք երրորդ աստիճանի կծվության Չոչին,
Հետաքրքիր է, տեսեք, հասարակա շատ պարզ, մարինացված վարունգ, կարմիր կաղամբով աղցան, հաց եւ միսը։ Ու իրանց սոուսը, չոչի։ Էս արդեն լավ չի, որ երրորդը սենց է։ Տեսեք, համեմատած մեր մյուս հաղորդումների եկած ֆրիին, փափուկ է, գյուղականը շատ ֆրի է ինքը, արած ֆրի արած կարտոֆիլ է, տաք է մեջը, ու ինքը տենց ահավոր ձևի որ ասեմ, սենց փափկել է, ոնց որ մյուս մեր առաքումներն են եղել, կսխալվեմ։ Լավն է։ Ես ինչ կարա լինի։ Չոչի միքս բոլն է, հա, ես վճարել եմ իր համար 2450 դրամ։ Այս ֆիրմայից կա աշխարհում, եթե ճիշտ եմ հիշում, 130 մաստաճյուղ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արաբական Էմիրություններում, բայց ես չգիտեմ, ընդեղ էլ ասես դաժան։ Լավն է, ուղղակի գորեգաներից մի բան խորհուրդ տամ։ Բոլի չափը ընտրեք մի քիչ ավելի ազատ, որ տենց իրար վրա լցրած չլինի, էլի։ Այս ուտեստի մենակ կծվությունը ինքը ավելի հետարքիր համեր է տալիս։ Այս ուտեստին չես կարա, չգիտեմ, որոշես որակայինով ինքը ցածր որակ, ինքը fast food է, ինքը կծու է, զուտ մենակ մի բան կարամ տեղեկացնեմ, ինչքանով որ ես եմ տեղեկ եղել, 5-րդ աստիճանից վերև ուտելու համար պետքա տեղեկ լինեք, որ ինքը կարա օրինակ 7 ուտելուց մինչև 2 օր տամոքսդ կարա ցավա, ինչու՞ չէ նաև կարող դիմես բժշկին, սիրողական է այս ամեն ինչը, համար ես հանուն ձեզ գնում եմ այդ քայլին։ Ես կարծում եմ մեկ էլ որ բոլի չափը իրան եթե մեծացնեք, կարաք իր այդ պատարակաղել տակ։ Որոշած չուտեմ, մեծ համով է։ Ունենք ստեղ երկու ընտրություն, 10-ը որի վրա կանգնեց, այդ էլ առաջինը ուտելու եմ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Ես ստորագրում եմ իմ դատավճիռը։ 7-րդն է։ Ես կարծում եմ որ սա մեր վերջին հաղորդումը չի լինի։ Շնորհակալություն Չոչին, ջը իրականում սիրողական է, բայց այս ամեն ինչը լավ լուրջ իսկականից աշխարհում կան մարդիկ, որ այս ուտում են ամեն օր։ Այս շատ մեծ ռիսկ է, դաժե չեմ շարունակում, հավի թևիկի մի հատվածն եմ կերե։ Այսքանը թողել եմ։ Այս ինչ էր։ Տեսեք անկեղծ ասում եմ։ Սենց ակաժներս խշում է, ամբողջ բերանս թմրած է, չէ հանուն ձեզ պետք էր, համով էր։ Այս ուտեստը սառը ուտեստ, տաք ուտեստ մեկա նույն զգացողությունն ես գալու, ունես կծուա տաքացնում է սառը վիճակում, համով է, հավի միսը մարինացումը շատ լավն է, փափուկ է, բայց այս աստիճանը չէի պատկերացնում, որ այդ տենց իրոք ստորագրությանը հավասար է, եթե կծվի սիրահարես խորհուրդ եմ տալիս գնա Չոչի։ Հաճելի համով հետարքիր կծուն է։ Այս սենդվիչն է իրանց, օստրի ուդար, ես այդ ուդարը իմ վրա զգացի։ Ես գիտեի թե ես կծու ուտող եմ, այն հայավարի ձևով էլի, դե հա մենք այդ կծուն կուտենք, բայց այս այդ չի։ Ասում եմ, սա այն չի, ինչ դու պատկերացնում ես։ Կլասիկ ստանդարտ վերցել են մարդիկ ամենահասարակը, կծու ես ուզում, արի։ Այդ է մեր մոտ, աստիճաններն է տարբերում, կաղամբով աղցան, թթու վարունգ։ Եթե հացի հետ համեմատեմ, սենդվիչայինը, բուրգերը ինձ ավելի հետարքիր էր։ Ուզում եմ ազգեմ ես 5-ն է 7-ից ուժեղ, թե 7-ը 5-ից, համով է, Չոչի ջան, լավն է։ Այդ պատարակաղ հետ մեկտեղ կխնդրեմ, որ ավելացնեք 4 անձեռոցիկ, այս լավը որ ես թացը կա, բայց 4-ն էլ ավելացրեք։ Ուրափերկությունը Էվտ է տապահով իմ անվտանգությունը։ Ես հաշվի եմ առնում, որ ես առեքում եմ արելու դրա այդ մեկտեղ բնականաբար մի քիչ սառած կլինի, բայց մեկա պետք է հետևել փաթեթավորմանը։ Պարզ հասարակ իրոք բան չեմ ուզում տենց շատ խորանամ, չի տալիս ինքը տարբեր փափկություններ, չգիտեմ,
համային տվյալներ, պարզ մարդը ընտրել է կծու, փափուկ, ստանդարտ, հաց, տապակած բան, բնականաբար բոլորս հասկանում ենք, որ ֆրիզյուրի մեջ պատրաստած, բոլորս գիտենք դա ինչ է, երբ որ դու գիտակցում ես թե ինչ ես պատվիրում, դու հասկանում ես, որ դա все-таки fast food է, իր ձեթը, ասենք, չես կարա իր ձեթի համը չառնես, այդ ֆրիզյուրից այդ ձեթը ամեն 5 րոպեն մեկ չի փոխվում, ինքը մեծ քանակի տարա է, որի մեջ 12 ժամ, եթե այդքան է աշխատում չոչին, 12 ժամ ձեթը պարտավոր է տաք վիճակում լինի, բնականաբար կարա որակա զրկվի, ես չեմ կարա դրա վրով բան ասեմ, ֆորմատը, որը վերցրել է ինքը, վերջ, այս է իրանը, հասարակ, վերցրել է պենոպլաստի ծամաններ, վերցրել է պրոդուկտ, որը հավն է, պարզացրել է մաքսիմալ իր բիզնեսը, գնահատելուն սենց այս կծվության աստիճանները որակավորումն եմ գնահատելու, որակապես արտակնապես մենակ խոսալու եմ իր մասին, ուստի իր հետ պատարագաղապետ, մեկ է 4 անձեռոցիկ կարծում եմ, ովքեր ինձ որ խորհուրդ էին տվել, որ փորձեմ օգտվեմ չոչից, ասել էին, որ նաև համեղ թան ունեն, բայց ոնց հասկացա չկարողացա ուղղակի առանձին պատվիրեմ, գուցեև հաշվի եմ առնում, որ դա զուտ եղել է տեխնիկական ինչ-որ խնդիր, ես կարամ դրան տենց անվանեմ, բայց տեսեք ինչ կարևոր մի բան կա ստեղ, բայց էլի լիովին չի բավարարում ինձ։ Չոչին գրել է աստիճանները կծվության։ Էլի շեշտած չի թևի կա կամ կրծքամիսն է, բայց ես ստեղ չեմ կարա մեր մյուս օրինակների հետ համատեմ, ինչի համար, որտեղ ինքը հավ է, всё։ Կծու է, ստանդարտ է իր աղցանը, ստանդարտ է իր խավարտը, վերջ ինքը ավել բան չի ներկայացնում, որ դրանից ինչ-որ դու մոտ վտանգ զգաս, դու պատվիրելուց արդեն իսկ հարցնում ես, չէ՞, մեջը ինչ է գնում, ինքը քեզ ասում է, ասենք, չգիտեմ, այս բուրգերի մեջ գնում է հավի կրծքամիսը, գնում է կաղամբով աղցան, որը խառնված է օրինակ մայոնեզով կամ ձեթով, չգիտեմ, հետը գնում է ֆրի ու այսին սոուսի մեջ էսա բաղադրիչը։ Դու արդեն կարող ես այնտեղ կոմենտ տաս ինձ առանց սոուս կամ առանց կաղամբի։ Բայց այն դեպքում, երբ որ դու պատվիրում ես ուտեստների մի քանի տեսակ, որտեղ կա թե հավ, թե ձուկ, թե փափկամիս հորթի կամ ինչ-որ մի բան, դու արդեն իսկ տեղ ավտոմատացված պահանջը զգում ես, որ վրան նշած լինի։ Իսկ չոչին քեզ տալիս է զուտ վրան եփվածության աստիճանները, ասենք 0, 7, 3, 5 հասարակացրել է մաքսիմալ հասարակ ու պարզ է ինքը քեզ առաջարկում ամեն ինչ։ Ինչ եմ խորհուրդ տալիս, միջև գնահատելը։ Իրանք ինչքանով ես տեղյակ եմ, մոտավոր տեղում ներկայացնում են, հա, որը մոտավորապես ինչ աստիճանի է։ 7-ի համար, եթե ճիշտ եմ հիշում, ստորագրություն է պետք, որտեվ իր վրա օգտագործվում է Carolina Reaper, կարծեմ։ Ինչքանով տեղյակ եմ, չոչին միակն է Հայաստանում նման կոնցեպտով։ Հա, ինչ որ կարող է գնանք ինչ որ այլ fast food-եր, ուզենք կծու հավի թևիկներ, բայց կոնկրետ այս ֆորմատով, այս պղպեղներով չոչին միակն է, չոչին է ներմուծում հենց իր պղպեղները, այդ տեղեկությունները, որտեղ ես կողքից հետաքրքրվում եմ ամեն իմ հաղորդումից առաջ, երբ որ որոշում եմ ինչ ուտեմ։ Ինձ ովքեր որ խորհուրդ են տվել, ասել են փորձի, իրանք են պատմել այս ամեն ինչի մասին։ Դե անցնենք մեր գնահատելուն։ Մի քիչ էլ էս կծում թող ինձ թվում է։ Այրվածքները անցնում են եւ ես էլ անցնում եմ գնահատականին։ Կարտոֆիլ գյուղական։ Չգիտեմ ոնց, տաք է մնացել։ Հետարքիր համ ունի։ Չեմ կարող պրոստը բալանսավորեմ, բայց վստահ եմ, սա սովորական կարմիր պղպեղ չի ու աղջի վրան, ինչ որ հատուկ համուկ է, շատ համով է, չեմ թաքցնի, անկեղծ համով է։ Փափկությունը կարամ ասեմ, իման ինքը առաքում է, էլի անդրադառնում ենք այն կետին, որ կա հասկանաս ինչ ուտեստներ առաքում անես, բայց դե fast food-ի դեպքում օքեյ։ 10-ից 10, լավն է, հետարքիր համ ունի, անկեղծ։ 0 աստիճանի կծության հավի փափկամիս։ Վստահ կասեմ, այս վրայինը հեռացնեմ, որ ավելի տեսանելի լինի։ Վստահ կասեմ, որ իրոք շատ փափուկ է, շատ փափուկ է։ Դաժե համն է հետարքիր։ Կգնահատեմ իրան 10-ից 10 չեմ ուզում ասեմ, 10-ից 10 ասեմ, լավ փափուկ է, ինչ որ վաու չզգացի, ինքը սովորական պաքսիմատապատ միգուցե տենց ասեմ, հավի կրծքամիս է, լավն է։ Սոուսը համով էր շատ, չգիտեմ ինչ էր բաղադրիչը, ճիշտ ասած պատվիրելուց չեմ հարցրել, բայց պետարքին ինչ որ բան էր տալի, բայց մի բան հասկացա, որ բացում էր համերը։ Բոլը։ Տեսեք ինչա կատարվում։ Փաթեթավորումը լավը չի ասելով, ասում եմ էլի, փոքր ամն անդրած, ինքը սենց ինչ որ խառը իրար վրա լցրած է, էլի ու տակը ֆրիկ է կարտոֆիլի։ Որը վերածվել է պյուրեի, էլի, սենց որ ուտում եմ, ինքը կարտոֆիլի պյուրե ուտեմ, բայց լավն է շատ,
Էլի փափկությունը ընտիր, կծվությունը հետարքիր է, բայց բոլի մեջ կրծքամիսը ուրիշ համա տալիս։ Միգուցե որ ինչ-որ սոուսներ լցած։ Առանձին ուտում ես ուրիշ։ Չոչի ջան համերը ստանդարտ է, համով է, բայց այս packaging-ը փաթեթավորում է իրան Հերնանից է 10-ից 7 մենակ զուտ փաթեթավորման համար։ Բուրգեր, հացը, չգիտեմ ոնց, բայց շատ տավնա։ Հետարքիր հացա շատ, մենակ հացը ինքը տենց հետարքիր համ ունի։ Ես ուզում եմ անկեղծ լինեմ ու անկեղծ պետք է լինեմ։ Ինձ որ մնա, եթե մենակ այս բոլի փաթեթավորումը չհաշվեմ ու այս պենոպլաստը, իր համը դու չես կարող ուրիշ բան իրան տաս։ Որտեղ ինքը հետա, միսը փափուկ է, մեջինը ստանդարտ է։ Կծվությունը սրա օքեյ, ինքը խեղտող կծու չի, հետարքիր կծու է։ Այդա 10-ից 10, շատ տավնա։ Այս սենդվիչի մեջ chicken dog հա ոնց հասկացա։ Չեմ թաքցնի, հացը ինձ այդքանը չգոհացրեց, որ ասեմ տենց շատ ֆուլգացեց, չէ։ Իրան եկեք պրոստը գնահատական չտամ, որովհետև իմ համար ինքը մի քիչ անհասկանալի թվաց։ Կառաջարկի ինչ-որ հավելում անեիք մեջը։ Չգիտեմ, միգուցե սա է ճիշտ ձևը ձեր ֆորմատին համապատասխանող չոչի ջան, բայց ես իմ կարծիքով ինչ որ կարելի էր, չգիտեմ, դոգը իր աղցանով ու իր ամեն ինչով տարբերվեր բուրգերից։ Բայց միգուցե դա ձեր ֆորմատն է, չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Տադամ։ Մահը։ Տեսեք, հասարակ հավի թևիկներ։ Ես տեսքից նայում ես, ասում ես, հա լավ դե կծու է էլի, կուտենք էլի հեսա։ Այդ նմած սառը գարաջուր կխմենք կուտենք էլի։ Այդ տենց հեշտ չի։ Ես հենց նոր դրա մեջով 15 րոպե անցա ու չգիտեմ հաղորդումից հետո դաժե ինչ է սպասում ինձ։ Լավն է, բայց այդտեղ մի հատ հետարքիր առավելություն կա։ Չեմ կարա չասեմ ու չգովամ։ Ապրեք շատ, որ չգիտեմ ինչ ոճ եք այս ամեն ինչը ստեղծե, բայց այս պահել եք։ Ինքը պյուրը չի դարևրի, ես այս լեզոնապատում են, հա, ասում լեզոնը չի լղկել։ Այս իմ համար շատ կարևոր ֆակտոր է։ Այս ձայնը լսում եք, այս գիտեք ինչն է, որ մեկ է ինքը առաքում է նույնիսկ եղը, մեկ է ինքը մեջը փափուկ է, տեսեք, մեջը փափուկ է իր, ես չեմ թաքցնում, բայց արտաքին շերտը մնացել է չոր, հաճելի, որ կծում ես մեկը, չեմ կծելու հաստատ, որ կծում ես այդ ձենը զգում ես սենց ատամիտ։ Լավն էր, ինչ խոսք, շատ համով էր, շատ հետարքիր կոնցեպտ եք որոշել։ Ես մեծ հաջողություններ եմ մաղթում ձեր կոնցեպտին, կգամ էլի, ինչու չէ նաև շեշտում եմ առաքում կպատվիրեմ, որովհետև այսքան ժամանակ պատվիրած այս առաքումներից արտակնապես տեսքը որ եկել էր, այս ֆորմատի մեջ ինձ հետարքրեց թարմության համ կար ու չեմ կարող չշեշտել, որ հավի կրծքամիսը ինքը իրանով շատ դժվար պատրաստման եղանակ պահանջող մթերք է, որտեղ ինքը միշտ ստացվում է կամ ձիգ, կամ ինչ-որ չոր, կամ անհասկանալի համով, իսկ չոչին ոնց որ ուզում եմ ճիշտ հակառակը ապացուցի, հետո որ հարմարելի ծանոթ ճարենք, այդ մարինացման բաները ասեք, մենք էլ կարող ենք անենք։ Ընդհանուր ամբողջ կոնցեպտը գնահատում եմ 10-ից 9։ Շնորհակալություն Չոչին, Չոչի սպասի, մի օր է գալու եմ տեղում ուտելու։ Ուզում եմ այսօր առանձնահատուկ ձեր շնորհակալություն հայտնեմ, որ ինձ հետ ցենց կծու այրումների, այրվածքների մեջով անցակ։ Իսկ մեր հաղորդան գլխավոր հովանավորն էր F-Net ընկերությունը, ով ապահովում էր մեր բոլորիս անվտանգությունը, հարմարավետությունը եւ միշտ առաջարկում է խելացի լուծումներ։ F-Net Telecom։ Դարձիր F-Net-ի։